Ջրծաղիկ։ Ինչպես բուժել եւ ինչ անել։ Դիաբույս ջրծաղիկը վիրուսային հիվանդություն է, որն ունի չափազանց բարձր տարածվածություն եւ կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Ամենաթխուրը, ինչպես մյուս վիրուսային հիվանդությունների դեպքում, այն է, որ բացակայում է ուղղակի բուժում, որը կօգնի արագ հաղթահարել հիվանդության պատճառը։ Մեր զինանոցում առկա ամեն ինչ, նույնիսկ այսօր 21-րդ դարում, միայն ախտանիշային թերապիան է, որը երբեմն ի վիճակի չէ բուժել արդեն առաջացած բարդությունները։ Կա կարծիք, որ երեխաները հիվանդությունը ավելի հեշտ են տանում, քան մեծահասակները։ Սակայն դա միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Քաղաքային ստացիոնարները նույնիսկ այսօր հաճախ ընդունում են երեխաների, ովքեր հանկարծակի ծանր ձևով հիվանդացել են ջրծաղիկով։ Վարակի թեթև դեպքերում մենք բուժման կարիք չունենք, բացի ջերմիջեցնող թերապիայից եւ ցանի տեղային մշակման քորազերծող միջոցներից։ Իսկ ահա հիվանդության ծանր դեպքերում երբեմն անհրաժեշտ է հիվանդին նշանակել հակաբակտերիալ դեղամիջոցներ երկրորդային բարդությունների միացման պատճառով։ Հաճախ ջրծաղիկից հետո փոքրիկների մաշկի վրա մնում են սպիներ։ Հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները, իմ կարծիքով ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ եւ տրամաբանական է ժամանակին պատվաստել երեխային ջրծաղիկի դեմ, որպեսզի կանխվի այս բարդ վիրուսով հնարավոր վարակումը։ Այժմ եկեք քննարկենք, թե ինչու։ Այն մեզ մանկության տարիներին ջրծաղիկով հիվանդանալու ժամանակ զելյոնկա քսում։ Արդյոք դա իսկապես անհրաժեշտ է անել։ Զելյոնկան շատ հարմար է նոր ցանվածքների նշման համար, որոնք հայտնվում են հիվանդի մարմնի վրա։ Սակայն հաշվի առնելով, որ զելյոնկան հիանալի հակասեպտիկ է, այն շատ ուժեղ չորացնում է արդեն իսկ քոր առաջացնող ցանվածքները։ Այդ պատճառով ներկայումս մենք խորհուրդ ենք տալիս հրաժարվել զելյոնկայից եւ ընտրել տեղային քորազերծող միջոցներ կամ էմուլսիաներ, որպեսզի փոքրիկը շատ չքորի այդ վերքերը եւ չբերի այնտեղ երկրորդային վարակ։ Հաճախ կարծում են, որ ջրծաղիկի ժամանակ երեխաներին չի կարելի լողացնել։ Սա կտրականապես սխալ է։ Արդեն իսկ քոր առաջացնող ցանվածքները, եթե խառնվեն քրտինքի հետ, ել ավելի ուժեղ քոր կառաջացնեն։ Եվ այս կերպ կրկին երկրորդային վարակման ռիսկը մեծանում է։ Եվ վերջում։ Ավելի լավ է ջրծաղիկով հիվանդանալ մանկապարտեզում եւ այլևս երբեք դրա մասին չհիշել, թե այնուամենայնիվ պատվաստվել։ Իհարկե, պատվաստվել։ Երբ երեխան հիվանդանում է ջրծաղիկով, հետագայում նույնիսկ մեծահասակ տարիքում այդ վիրուսը որոշ պահերի կարող է կրկին ակտիվանալ նրա օրգանիզմում եւ արտահայտվել ոչ թե այն ջրծաղիկով, որին մենք սովոր ենք, այլ այսպես կոչված գոտեվորող հերպեսով։ Դրանք նույնպես անչափ քոր առաջացնող ցաներ են, որոնք ուղեկցվում են ինտոքսիկացիայի այլ ախտանիշներով, ջերմության բարձրացմամբ, ցավոտությամբ։ Եվ սովորաբար դրանք հայտնվում են կողոսկրերի միջև հատվածներում։ Այդ պահին նույնիսկ մեծահասակը, ով երբևէ հիվանդացել է, կրկին վարակիչ է դառնում շրջապատի համար։ Այսպիսով, եթե այդ մեծահասակի շրջապատում կան երեխաներ, որոնք դեռ չեն հիվանդացել, հենց այդ ժամանակ նրանք կարող են վարակվել ջրծաղիկով։ Մինչդեռ պատվաստված մարդը բացարձակապես հնարավորություն չունի հիվանդանալու գոտեվորող հերպեսով։ Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը հասանելի եւ արդյունավետ է արդեն տարիներ շարունակ։ Այն պետք է իրականացվի 2 անգամ 2 դեղաչափերի միջև նվազագույնը 6 շաբաթ ընդմիջումով։ Երբեմն արտակարգ դեպքերում, եթե 1 տարեկանից փոքր երեխայի շփում է եղել ջրծաղիկով հիվանդացածի հետ, պատվաստանյութը կարող է կիրառվել 9 ամսականից սկսած։